Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Շատ հետաքրքիր երկու տեղեկատվություն է այս պայծրությամբ տարածվում, որը ուզում եմ ձեր հետ միասին անպայման քննարկենք։ Առաջի հերթին երեք ուրեմն Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը հայտարարություն արեց, որ խոսել է ուրեմն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Տայիպ Էրդողանի հետ, որտեղ որ նշել է, որ խոսել եմ իմ եղբոր ճակերտներում Էրդողանի հետ եւ շնորհակալ եմ իրան այսպիսի կոշտ դիրքորոշման համար, որ քննադատում է սիոնիստական ռեժիմի ուրեմն ագրեսիվ քաղաքականությունը եւ սա իրոք անհրաժեշտ է, որ ուրեմն մենք գովենք Թուրքիայի այս մոտեցումը, մեր եղբայրական թուրքական ազգը, ասում է Փեժեշկյանը, ինքն էլ է ցակումով թուրք չմոռանանք, ադրբեջանցի ավելի ճիշտ Իրանի ազերի, նշում է, որ երկար տարիների ընթացքում կարևոր դեր է խաղացել եւ սա ումմայի ուղղությամբ, այսինքն ումման, սա իսլամական ումման է նշում, այսպիսի միմյանց աջակցության տրամաբանությունը ումմայում պետք է շարունակվի եւ շնորհակալ է սրա համար։ Սա շատ կարևոր իրականում հայտարարություն է, մեծ չէ եւ գուցե այնպիսի առանձնահատուկ որևէ բան չի գրված այստեղ, բայց տեսեք, հարգելի հայրենակիցներ, հիմա մյուս հայտարարության, մյուս կարևոր իրադարձության հետ կկապենք, բայց դեռ սա քննարկենք ձեր հետ։ Այսինքն Իրանի նախագահ Փեժեշկյանը ասում է, որ մենք Թուրքիայի աջակցությունը նաև դիտարկում ենք իսլամական ումմայի տրամաբանության մեջ։ Ումման դա, այսպես ասեմ, հավատացյալ մուսուլմաններն են, այսինքն որը չի տարբերում սուննի եւ շիա եւ բոլոր մուսուլմանները ընկալվում են ինչպես ումմա, բայց չնայած նրա, որ սա ուրիշ կրոններում էլ արկա է, այսպիսի մոտեցումներ ումմայի դեպքում իսլամական սա համարվում է քաղաքականացված պատկերացում կրոնի, հասկանում եք, այսինքն ըստ իրենց այդ ումմայի քաղաքականացված իսլամի շնորհիվ պետք է նաև ընդհանուր գաղափարները առաջ տարվեն եւ Ռեջեփ Տայիպ Էրդողանը ըստ իրեն ինքը նշում է, որ քննադատել է ագրեսիվ սիոնիստական ռեժիմի ուրեմն հայտարարությունները եւ գործունեությունը առհասարակ քայլերը, հարվածը, պատերազմը, ամեն ինչ նկատի ունեմ, քննադատել է ագրեսիվ սիոնիստական ռեժիմը։ Սա շատ բան է նշանակում, հիշում եք, օրերս մենք ձեր հետ միասին պատրաստել էինք այսպիսի կարևոր վերլուծություն, որտեղ որ քննարկում էինք հենց այդ իրադարձությունները եւ Թուրքիայի մոտեցումները, կլիներ դա Սաուդյան Արաբիայի, թե Պակիստանի հետ միասին, Իսրայելի դեմ ուղղված իրենց քաղաքականությունը, որտեղ որ նաեւ Եգիպտոսը կարող է իր մասնակցությունը ունենա եւ սա նկատի ունեմ սուննիտական տրամաբանությամբ, հա։ Այստեղ երևում է, որ Իրանը փորձում է Իրան դրսևորել ոչ միայն շիիտական այդ, այսպես ասեմ, մասի առաջնորդ, այլ նաև ընդհանուր ումմայի ներքո, ընդհանուր իսլամական միմյանց հանդեպ աջակցության տրամաբանության մեջ, եւ սա իրոք շատ նշանակալի իրադարձություն է եւ կարեւորություն ունեցող զարգացում, այս իսլամական համերաշխությունը, որի մասին Մասուդ Պեզեշկյանը խոսում է, ունի կոնկրետ քաղաքական նպատակներ, հասկանում եք, մենք ձեր հետ միշտ քննարկում ենք քաղաքական աշխարհակաղակական բաղադրիչները եւ կրոնները այդտեղ ուղղակի մեխանիզմներ են, ինստրումենտներ են, այսպիսի գործիքներ են ազդելու, հասկանում եք։ Եվ այս կոնկրետ դեպքում մենք տեսնում ենք, որ փաստացի Փեժեշկյանը դիմում է Ռեջեփ Տայիպ Էրդողանին, որ Ռեջեփ Տայիպ Էրդողանը օգնի փրկել ինչ-որ առումով Իրանը, փրկել այս նույնիսկ շիիտական, բայց իսլամական կտրուկ ռեժիմը, այն նպատակով, որ սիոնիստական ճակերտներում ռեժիմի դեմ պայքարեն։ Հիմա ես պետք է բացատրեմ կարճ սիոնիստ ինչ է նշանակում, որովհետև ոնց հասկանում են մարդիկ լավ չեն հասկանում այդ բառի նշանակությունը։ Այսինքն սիոնիզմը նշանակում է աջակցել նրան, որ հրեա ժողովուրդը ապրի իր սեփական հայրենիքում Իսրայելի տարածքում։ Զուտ դա եւ իրավունք, որ ունեն դու որ ճանաչում ես իրանց իրավունքը ունենալ սեփական պետություն իրենց սեփական հայրենիքում։ Եվ եթե գաղափարին նայենք, մյուս կողմից կանգնած է իսլամիստական քաղաքական օրակարգ,
որը ասում է, որ ոչ, որը ասում է, որ սա իսլամական հող է եւ որը ասում է, որ այստեղ հрьяաները իրավունք չպետք է ունենալ սեփական պետություն։ Հիմա մի վարքյան որ մտածենք, մեր պատմության ընթացքում հայկական մեր դեմ պայքարողները մեծամասնությունը ինչ գաղափարներ են ունեցել եւ ինչ նպատակով են խոսքին այստեղ բնակեցրել տարբեր էթնիկ խմբերին, առաջերտին ադրբեջանցիքին, որ փորձել են բնակեցնել շիա ադրբեջանցիքին, պարսկական կայսրությունը, օսմանյան կայսրությունը, սունի շիա տարբերվում են, բայց ինչ են փորձել անել այս տարածաշրջանում եւ մեր հանդեպ իրենց մոտեցումը, այդ թվում հայոց ցեղասպանությունը, որ հիշենք, ինչ համատեքստ ուներ, որ մեր նախնիները ուզում էին անկախանալ, ուզում էին սեփական հայրենիքում սեփական պետություն ձևավորել եւ դրա դեմ արած նաեւ քայլերը, այդ թվում մենք շատ լավ ձեր հետ միասին գիտենք, թե ինչ քայլերի են դիմել իր ժամանակ թուրքերը, որ կանխեն հայկական պետության գոյությունը։ Առհասարակ ես ասեմ ձեզ, որ իմ մասնագիտությունը նաեւ ներառում է իհարկե իսլամական աշխարհը, արաբական աշխարհը լավ ուսումնասիրելը եւ ես կարդացել եմ, ընթերցել եմ իրենց տարբեր այդտեղ քաղաքական ծրագրերը, ոչ միայն ներկա, անցյալի, իրենց տարբեր գրքերը, այդ թվում կրոնական եւ այլն։ Եվ կա հասկացողություն իսլամում, որ այն տարածքը, որը երբևէ եղել է իսլամի վերահսկողության տակ, պետք է վերադառնա իսլամի վերահսկողության տակ, այսինքն իրանց համար հրեական կամ քրիստոնեական ուրեմն ազդեցությունը անընդունելի է եւ այստեղ մենք հայտնվել ենք նաեւ այդ իրավիճակում նույն Ղարաբաղի թեմայով Իրանի աջակցությունը Թուրքիային եւ Ադրբեջանին, առաջերտին Ադրբեջանին, այդ նույն տրամաբանությունը ուներ, որովհետեւ իրանք չեն կարող մերժել այն հարգելի հայրենակիցներ, որ ընդհանուր իսլամական ումմայում սունի եւ շիա բաժանությունները մեծ դեր չունեն, ունեն ինչ որ դեր ներքին մրցակցության առումով, բայց կտրուկ դեր չունեն եւ պետք է հստակ այստեղ ասել, որ իրանք չնայած դրա համարում են, որ իսլամը իրանց միավորում է, քաղաքական իսլամը եւ իրենք ինչպես Իսրայելի դեպքում դեմ են Իսրայելի գոյությանը, մեր պատմությունը նաեւ Հայաստանի գոյության դեմ լինելու մասին է։ Ուստի մի փոքր մտածենք նաեւ մենք որ կողմն ենք կանգնած եւ որ ծրագրին կարող է այստեղից աջակցենք, բայց այն որ Թուրքիան բացահայտ ասում է եւ Փեժեշկյանի այս հայտարարությունը իհարկե շատ լավ հիմա Վաշինգտոնում, Բրյուսելում, Երուսաղեմում, բոլոր տեղերում տեսան, որ ասում է, որ սիոնիստական ռեժիմ է անվանվում, այսինքն որ եւ ասել սիոնիստական ռեժիմ ինչ է նշանակում, որ դու չես ճանաչում իրանց իրավունքը գործունեության եւ այդտեղ առհասարակ գոյության այդ տարածքում։ Բացի դրանից նաեւ հետաքրքիր եւ կարեւոր է, որ իրանք փորձում են ջանքեր միավորել, բայց ամենահետաքրքիրը արդեն երկրորդ հարցն է, որը սրան ավելանում է եւ դրանից հետո Բլումբերգը շատ կարևոր նաեւ պարբերականը արևմտյան գրում է, որ Թուրքիան ծավալում է ակտիվ դիվանագիտական քաղաքականություն, որ փորձի եւ կանխի ծոցի երկրների մուտքը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի Իրանի դեմ պատերազմի մեջ։ Այսինքն ըստ տարբեր աղբյուրների արտաքին քաղաքականության համար պատասխանատու Հական Ֆիդանը փորձում է բանակցել ակտիվորեն եւ հանդիպել նաեւ Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Կատարի ղեկավարության հետ եւ փորձում է կանխել այս պետությունների մուտքը պատերազմ։ Այս պետությունների կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններին մասնակցել է։ Հիմա արեք ձեր հետ միասին հասկանանք այս երկու մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած հայտարարությունը եւ կապենք սա նրա հետ, ինչի մասին մենք ձեր հետ խոսեցինք 2 օր առաջ եւ տեսեք եւս մեկ անգամ ինչքան պարզ է, ինչքան տրամաբանական է, ինչքան այսպես ասեմ
ճշգրիտ է մեր վերլուծությունները ձեր հետ միասին, որ մենք արդեն կարողանում ենք կանխատեսել նույնիսկ այդ զարգացումները։ Եվ կանխատեսել ենք նաև այն, որ Թուրքիան Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ միասին փորձելու է մի կողմից կողքի քաշել Իրանը, բայց մյուս կողմից թույլ չտալ, որ Իրանը քանդվի եւ Իրանը դառնա արևմտամետ պետություն։ Եվ այստեղ Թուրքիան, հենց Սաուդյան Արաբիայի, իսկ այս ծոցի երկրները Սաուդյան Արաբիայի ազդեցության տակ են գտնվում, Միացյալ Արաբական Էմիրությունների հետ մրցակցություն կա, բայց միևնույն ժամանակ դա նույն արաբներն են, այսինքն արաբական ցիվիլիզացիայի մասն ենք մենք խոսում այստեղ։ Կատարը նույնպես։ Թուրքիան եւ Կատարը շատ ջերմ եւ մոտ հարաբերություններ ունեն, երկուսն էլ Համասի գլխավոր աջակիցներն են, Թուրքիան եւ Կատարը։ Մյուս կողմից Միացյալ Արաբական Էմիրությունները Իսրայելի հետ շատ մոտ հարաբերություններ ունեն, բայց Սաուդյան Արաբիան այդտեղ իհարկե գլխավոր ռազմական եւ քաղաքական ուժն է։ Եվ ուստի երբ այս ամենը տեսնում ենք, հասկանում ենք, որ Թուրքիան հիմա փորձում է փրկել Իրանը, փորձում է օգնել Իրանին եւ դրա գաղափարը վերադառնում է արդեն այն հարցին, ինչի մասին մենք ձեր հետ խոսում էինք նախորդ մեր վերլուծությունում, որ Թուրքիան ի վերջո խնդիր է տեսնում Իսրայելի մեջ եւ ճիշտ է, բացայդ չի կարող այդ ուղղությամբ շարժվել եւ որոշումներ կտրուկ կայացնել, այդ թվում պատերազմի մեջ ներքաշվելու ուղղությամբ, բայց Թուրքիան փորձում է օգնել Իրանին, օգնել փրկել Իրանը եւ այստեղ հենց դիվանագիտական քաղաքականությունը ուղված նրան, որ միջամտի ծոցի երկրների, արաբական երկրների ցանկությանը, որոնք ուզում են Իսրայելի դեմ ռազմական գործողություններ սկսել եւ պատրաստվում են դրա համար, այդ հարցը իրոք քննարկվում է, օրակարգում է եւ շատ կարեւոր դեր ունի, փաստացի սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հիմա նաեւ տեսնում են, որ Թուրքիան փորձում է օգնել փրկել Իրանը։ Միևնույն ժամանակ կա հետաքրքիր տեղեկատվություն, որ Իսրայելը ուրեմն շատ լուրջ հիմա կախվածություն ունի Հունաստանի եւ Ադրբեջանից մատակարարումներից, այդ թվում ադրբեջանական նավթից։ Այսինքն այս պարագայում ադրբեջանական այս դերը հիմա ել ավելի լավ է հասկանալի, մենք ձեր հետ միասին ինչ քննարկեցինք նաև երեք, որ դժգոհ են եւ Թուրքիա եւ Ադրբեջանի հարաբերություններում նաև կա այսպիսի սառեցում կամ դժգոհություն, որովհետեւ մի կողմից Իսրայելը ունի իր սեփական օրակարգը, որով փորձում է աջակցել կոնկրետ Ադրբեջանին, որը կարող է Ադրբեջանը ռազմական գործողությունների դիմել, հարգելի այնակիցներ, ինչ-ինչ հարցերում դա էլ ենք քննարկել ձեր հետ միասին Իրանի ուղղությամբ, Թուրքիան բուֆերային տարածք քննարկել է, բայց ամեն դեպքում տեսնում է Թուրքիան, որ Իրանը բավականին չի թուլացել այս գործողությունների հետևանքով եւ հիմա դեռ բավականին չի թուլացել եւ ուստի Թուրքիան չի նախատեսում Իրանի դեմ գործելը, մասնատելը եւ ինչ որ առումով այստեղ կարող է թաքուն բանակցություններ նաև լինեն, կարող է Իրանը համաձայնվի թուրքական ազդեցության տակ հայտնվելու ուրեմն եւ ինչ որ առումով համաձայնվի ոչ միայն թուրքական, ավելի ճիշտ որ ասեմ, շիիտական ազդեցության վրա, այսինքն շիիտական ինքն է սուննիտական ազդեցության վրա, այսինքն շիիտները համաձայնվեն, որ Ումայի գաղափարի ներքո, որը հիմա առաջարկում է Մասուդ Փեժեշկյանը, նորություն չէ, բայց ինքը այդպես է ձևակերպում, այսինքն ինքը ասում է արեք ոչ թե սուննիտ շիա բաժանենք մեզ, արեք ասենք մենք բոլորս մուսուլման ենք, հասկանում եք։ Եվ այդ տրամաբանության մեջ միասին պետք է լինենք բոլորս։ Եվ Էրդողանը այստեղ իհարկե առաջնորդի դեր ունի։ Եվ հիմա ինքը փորձելու է այդ առաջնորդի դերը օգտագործի այն կոնկրետ նպատակով, որ կարողանա ապահովել այստեղ թուրքական շահերը, իհարկե դա կարող լինի Լիբանանում Հեզբոլլահի դուրսբերումը եւ Թուրքիայի կողմից ամբողջությամբ Լիբանանի ազդեցությունը վերցնելը, դա նույնը կարող տեղի ունենա Իրաքի ուղղությամբ, պայմանավորվածություն, հարգելի այնակիցներ, որ Իրանը դուրս գա այդտեղից ազդեցության առումով եւ հանձնի իր ազդեցությունը Թուրքիային։ Այսինքն Թուրքիան եւ Իրանը կարող են փոխարինել այստեղ ազդեցությունը, փոխանցի Իրանը Թուրքիային իր ազդեցությունը, Թուրքիան այդ ազդեցությունը նախապատրաստի Իսրայելի դեմ, բայց ինչ է ստանում Իրանը դրա փոխարեն, ստանում է Թուրքիայի աջակցությունը, որ
արաբական երկրները չհարձակվեն հիմա Իրանի վրա, որովհետև եթե արաբական երկրները հարվածում են հիմա Իրանին, Իրանի պարտությունը դառնում է ել ավելի հավանական, որովհետև ընդլայնվում է պատերազմը, ընդլայնվում է հնարավորությունները, այդ թվում այդ պետությունների ռազմակայանների օգտագործման օրակարգը կոնկրետ այս ուղղություններով։ Եվ ուստի այսպիսով հարգելի այնիկիցներ Ռեջեփ Տայիպ Էրդողանը գալիս է փրկելու Իրանը, գալիս է փրկելու Իրանի ռեժիմը գործող եւ համոզված են Վաշինգտոնում եւ Երուսաղեմում շատ դժգոհ են սրանից։ Բաքուն, հասկանում եք, հիմա Բաքուն հանգիստ, այսպես լուր քաղաքականություն է վարելու։ Կողմ լինել Էրդողանին բարդ է, դեմ լինել նաև, կողմ լինել Երուսաղեմին բարդ է եւ այլն։ Այսինքն այս իրավիճակում Բաքուն քաշվում է կողքի եւ փորձում է լուր բալանսավորված դիվանագիտական քայլեր անել։ Միջև տեսնենք ինչ իրավիճակ կլինի Իրանի ուղղությամբ, եւ սա մեր համար եւս մեկ բան է հուշում, հարգելի հայրենակիցներ, Հայաստանի, արդեն անդրադառնանք Հայաստանի համատեքստին։ Իհարկե, միջև այդ ուղղակի հիշեցնեմ ձեզ, որ անպայման լայքի գազվելիցությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվեք եւ միացեք, դառեք անդամ ալիքի, ինչպես այստեղ, իսկ ով չի կարող այստեղ հասանելիություն, եթե չունեք YouTube-ում անդամ դառնալու, ապա կարող եք Patreon-ի միջոցով դառնալ ալիքի անդամ։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր դա արդեն արել են եւ դրանով ուրեմն հավելյալ վերլուծությունների հասանելիություն ստանալ։ Արդեն անդրադառնում ենք հայկական հարցին։ Տեսեք, Հայաստանը փորձում է եւ այդ ռուսական գործակալական ցանցը նաեւ փորձում է Հայաստանում փորձում են ընկալել, որ իբրև Իրանը առանձին միշտ խաղացող է եւ այդ գործակալական ցանցը միշտ ասում է մենք Իրանի հետ միասին պետք է ձևավորենք հակաթուրքական օրակարգ։ Բայց ինչպես է ստացվում, հարգելի այնակիցներ։ Հիմա այն պահն է, երբ ասում են բավոր ասում էի, որ Թուրքիան եւ Իրանը անհրաժեշտ պարագայում կպայմանավորվեն իրենց իսլամական համատեքստում, չնայած նրա, որ սունի-շիա տարբերվում են ումմայի ուղղությամբ չեն տարբերվում։ Իրանց տարբերությունները քաղաքական օրակարգի տարբերություններ են։ Այսինքն հիմա Թուրքիան փորձում է փրկել Իրանը։ Եվ ճիշտ է, եթե Իրանը փլուզվի, Թուրքիան այդ դեպքում էլ սցենար ունի, այսինքն թուրքերը խելացի են։ Թուրքերը ունեն համ սցենար օգտվելու իրականությունից, համ սցենար ուրիշ իրականությունից, ինչպես օգտվեն, այսինքն թուրքերի գլխավոր գաղափարը սեփական օգուտ տեսնելն է, բայց ասեմ անկեղծ, բոլոր պետությունների գաղափարն էլ այդպեսին պետք է լինի, սեփական օգուտ տեսնելը այսպիսի իրավիճակներում խնդիրը նրանում է, որ բոլոր պետությունները չեն այդպես հմտացած դրանում, ինչպես թուրքերը։ Թուրքերը փորձում են քաղել արդյունքներ միշտ ստեղծված իրավիճակից, եւ Ադրբեջանը նույնպես ինչի է լուր, Ալիևը, որովհետև հասկանում է իրավիճակը պահանջում է լռություն։ Հիմա հայկական դեպքում մենք պետք է կարողանանք բալանսավորել եւ հասկանալ, որ կարող է լինի իրավիճակ շահերը Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի չհամընկնեն, բայց կարող է լինի էլ իրավիճակ, երբ շատ էլ համընկնեն, հարգելի հայրենակիցներ։ Եվ այս իրավիճակ հիմա այդտեղ է։ Եվ երբ Իրանը հիմա Թուրքիայից աջակցություն է ստանում, վճարելու պահն էլ գքա։ Եվ մենք միշտ պետք է ուշադիր լինենք, որ Հայաստանը վճարելու միջոց չդառնա, որովհետև կամ Հայաստանի ուղղությունը, որովհետև ուշադրություն, մենք նույն տրամաբանության մեջ ռուս-թուրքականի մեջ ենք եղել։ Այսինքն ռուսները եւ թուրքերը առևտուր են արել մեզնով։ Հիմա Իրանը եւ թուրքերը կարող են առևտուր անել մեզնով, հասկանում եք։ Այդ պատճառով Հայաստանը պետք է շարունակի բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը։ Այդ պատճառով շատ մեծ նշանակություն ունի, հարգելի այրնակիցներ, որ Հայաստանը կարողանա խաղաղության օրակարգով շարժվել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, չտալով հիմք Թուրքիան եւ Ադրբեջանից շեղվել խաղաղության օրակարգից։ Եվ համոզված եմ այստեղից ձեր համար հիմա ել ավելի լավ պարզ է այնինչ մենք առավոտյան քննարկեցինք ձեր հետ, հարգելի այրնակիցներ, որ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած փակել, ուրեմն փակ պահել սահմանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, խաղաղության օրակարգից շեղվել եւ ռուսական ազդեցության գոտի դառնալու ուղղությունը, այդ օրակարգը, այդ թվում աբխազական երկաթուղին բացելու թեման, որը Քոչարյանը առաջարկեց, ով չի դիտել, հորդորում եմ ձեզ դիտեք այսօրվա առավոտյան մեր
վերլուծությունը, դա շատ վտանգավոր թեզ է։ Դա նշանակում է, որ մենք նորից վերադառնում ենք երեք կայսրության տրամաբանությանը՝ ռուսական, թուրքական, պարսկական։ Ինքնիշխանությունը պահպանելու միակ հնարավորությունն է, որ մենք ոչ մեկի կողմ չընտրենք այս երեք կայսրությունի միջև եւ կարողանանք բալանսավորել այս իրավիճակը, այդ թվում Վրաստանի հետ միասին եւ Վրաստանի հետ հարաբերությունները զարգացնելով։ Եվ այդտեղ է, որտեղ որ ես ասում եմ իմ գործունեության նաեւ նշանակությունը եւ կարեւորությունը, որը ես նաև ծավալում եմ ակտիվորեն Վրաստանում եւ դուք կարող եք իմ վրացական ալիքը նաև դիտել, տեսնել այստեղ YouTube-ում հասանելի է իմ վերլուծությունները, այդտեղ կա իմ հարցազրույցները, կա իմ քաղաքական ելույթները եւ այլն, որովհետեւ Վրաստանի հետ միասին Վրաստան-Հայաստանը պետք է շարժվեն այդ ուղղությամբ։ Իսկ Վրաստանի ուղղությամբ նաև Միացյալ Նահանգները իր ջանքերը շարունակում են, որովհետեւ պատկերը այդպիսին է, այդ թվում շնորհիվ վարչապետ Փաշինյանի հայտարարությունների, որոնք Եվրոպական միության ուղղությամբ, հիշում եք, որ կոնկրետ ներառում էր այն, որ Եվրոպական միությունը ել ավելի ջանքեր պետք է տրամադրի ուղի Վրաստանի վրա, որ այստեղ կարողանանք հայ-վրացական ապագան ապահովել։ Հիշեցնեմ ձեզ, որ ես հոդված եմ նաև պատրաստել Բրյուսելում Եվրոպական միության համար, որտեղ որ կոնկրետ գրում եմ, որ Եվրոպական միությունը պետք է իր ջանքերը կրկնապատկի Վրաստանի ուղղությամբ, եթե ուզում է փրկել հայկական ժողովրդավարության կղզին։ Եվ այսպիսով հիմա կարծեմ շատ ավելի պարզ է, թե ինչ բարդ աշխարհաքաղաքական համատեքստում ենք մենք գտնվում։ Պարզ է, թե ինչու եմ ես աջակցում խաղաղության օրակարգին, Թրիփի ծրագրին, Վաշինգտոնի համաձայնություններին եւ այդ թվում այս ընտրություններին վարչապետ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի վերընտրմանը եւ ինչու եմ դեմ ռուսական գործակալական ցանցին։ Աշխարհաքաղաքական իրավիճակը պարզ է դարձնում մեր համար, որ միայն եւ միայն եթե մենք շարունակենք այս ներկա բալանսավորված եւ բալանսավորման շատ բարդ քաղաքականությունը, ուղիղ ասեմ, կարող է շատերի համար հաճելի չլինի այդ քաղաքականությունը, որտեղ այստեղ կտրուկ ուղիներ Հայաստանը չի ընտրել։ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել ինչ որ առումով իր ազդեցությունները, սա այլընտրանք այս պահի դրությամբ չունի։ Այս պահի, ընդգծում եմ, այս պահի իմ նաև նպատակն է այն, որ ապահովենք, որ այլընտրանք լինի, ապահովենք այն, որ ապագայում Հայաստանը ստիպված չլինի այսպիսի իրավիճակում գործի, եւ մենք այդ ուղղությամբ շարժվում ենք եւ շարժվելու ենք։ Շնորհակալ եմ հարգելի այնակիցներ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։